անհրաժեշտ է սահմանափակել ճարպոտ սնունդն ու ալկոհոլի չարաշահումը։ Թունավորման դեպքեր չունենալու համար բավական է միայն հիշել, որ 2011 թվականին գրանցվել է ստաֆիլոկոկային թունավորման 8 դեպք 85 տուժածով, տնային պայմաններում պատրաստված պահածոների թունավորման դեպք 18 դեպք 29 տուժածով։ Շնորհակալություն։ Տոնական օրերն են մոտենում, իսկ մենք գիտենք, որ մեր հայկական խոհանոցը այդ օրերին առատաձեռն է լինում մեր նկատմամբ։ Բազմաթիվ շատ տեսակներ են մատուցում մեր ծնողները, մենք ինքներս ենք պատրաստում սեղանը եւ այսօր խոսելու ենք վտանգների եւ թունավորումների մասին եւ սիրով ուզում եմ հրավիրել մեր առաջին հյուրին Նունե Բակունց, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ խնդրեմ։ Տիկին Բակունց, նախատոնական օրերը այն կարևոր օրերից է, որտեղ սթափ դատողությունը եւ տեղեկատվությունը շատ կարևոր է տոնական օրերին, հենց ամանորյա այդ օրերին առողջ լինելու եւ որոշակի վնասների եւ թունավորումների չենթարկվելու։ Այ փորձում ենք այս օրերին ուղղորդել մեր հասարակությանը, խոսել վնասների եւ վտանգավոր սննդամթերքի մասին, պահպանման եւ այլն։ Այ օրերին թունավորման process-ները շատ ավելի շատ են, քան սովորական օրերին, թերևս խոսենք այդ մասին։ Դուք իրավացի եք, իսկապես այդ օրերին որոշակի ռիսկը սննդամթերքի օգտագործման հետ կապված ավելի շատ է դառնում։ Ինչու՞։ Մենք ինքներս արդեն, ինչպես դուք նշեցիք, ինքներս գիտենք, որ ինչով են բնորոշ մեր նոր տարվա տոնական օրերը, հա, մենք շատ մեծ քանակով սննդամթերք ենք պատրաստում, նախօրոք ենք փորձում դա պատրաստել եւ բացի դրա պահում ենք դա երկար մի քանի օր եւ բացի դրանից ոչ բոլոր սննդամթերքն ենք սովորաբար պահում ցավոք սրտի սառնարանում, այլ բացում ենք շքեղ սեղան եւ օրվա ընթացքում այն նույնիսկ չենք էլ հավաքում։ Այստեղից էլ համապատասխան ռիսկերը մեր ուրեմն առողջության համար ծագում են եւ առաջ են գալիս։ Բացի դրանից պետք է նշել, որ մեր տոնական սեղանները վերջին տարիների ավանդույթով շատ հարուստ են նաև շուտ փչացող ապրանքներով, միս, մսամթերք, ձկնամթերք, տարբեր տեսակի աղցաններ, սրանք բոլորը յուրահատկություններ ունեն ինչպես պատրաստելու, այնպես էլ հետագայում պահելու եւ օգտագործելու տեսակետից։ Ռիսկային առաջին գոտիներում որ սննդամթերքն է։ Առաջին գոտիներում իհարկե այն բաներն են, որոնք մենք պատրաստում ենք հում սննդամթերքից եփելու ընթացքում, ինչու, որովհետեւ մենք պետք է շատ ուշադիր լինենք եւ ջերմային ռեժիմը պարտադիր ապահովենք։ Ուշադիր մինչև առաջինը, երկրորդը շատ բան պատրաստելիս, երբ որ խոհանոցում միաժամանակ տարբեր տեսակի սննդամթերք եք պատրաստում, մի փոքր ավելի խառնված ենք լինում, չէ՞, միտեղ միանգամից շատ բան ենք փորձում անել։ Եվ այստեղ շատ կարևոր է ուշադիր լինել, ինչպես խոհանոցի մաքրությանը, ձեռքերի մաքրությանը, այնպես էլ հում եւ եփած սննդամթերքը իրար չխառնվեն նույն տախտակի, սեղանի կամ նույնիսկ ձեր սառնարանի նույն դարակներում։ Անպայման հիգիենիկ պայմաններ են, որոնք պետք է պատրաստել, քանի որ հումը դեռ իր մեջ կարող է ունենալ որոշակի ուրեմն պաթոգեններ, որոնք եփելու ընթացքում պետք է ոչնչանան եւ եփածի հետ դա համատեղ պահելը կամ նույն տախտակով դանակով կտրելը կամ նույն դարակում պահելը կարող է նրան կրկին անգամ եփած արդեն մակուրը ուրեմն վարակի։ Թեման կշարունակենք միասին, ես առաջարկում եմ հրավիրել մեր հաջորդ հյուրին Հայկա Սարգսյան, բժիշկ սննդաբան։ Այ հետաքրքիր տարբերակ ենք լսելու պարոն Սարգսյանից։ Պարոն Սարգսյան, խոսում ենք ճիշտ սննդակարգի մասին եւ հատկապես տոնական օրերին դա մեզ մոտ խախտվում է, չենք կարողանում ճիշտ սնվել եւ բերում է դա մի շարք հետևանքների, որից այս տարի խուսափել ենք ուզում։ Այ առաջարկում եմ լսել ձեր առաջարկած տարբերակը այս պարագայում։ Ես ոչ միայն այսօր կուզեի առաջարկեմ նոր բան, այլ մոտ 40 տարի իմ շրջապատում եւ իմ ընտանիքում մենք ապրում ենք բուսական սննդատեսակներով եւ ոչ միայն բուսական, այլ նաեւ սննդի համատեղելությունը մեծ դեր է կատարում այս սննդի բարեկրթության ոլորտում եւ նաեւ համատեղելությունը եւ նաեւ պատրաստման հաճելի տեսակ ճաշատեսակներ պատրաստելու եւ օգտակար լինելու։ Դուք ասեցիք, որ շատ ճիշտ է կանոնակարգել, թե որ սնունդը որի հետ է պետք օգտագործել, այստեղ է որ առաջանում է խնդիրներ եւ հետևանքներ։ Օգնեք մեզ հասկանալ, թե ինչի հետ չպետք է օգտագործել այդ տոնական օրերին։ Առաջին կարևորությունը նաեւ որ նախ պետք է բաղադրիչները մենք իմանանք, ասենք թե կա սննդատեսակներ, որոնք կոչվում են սպիտակուցային եւ կա ածխաջրատային, ասենք ճարպեր կա
ամենակարևորը այդտեղ եթե նույնիսկ շատ մանրամասնենք, կարևորը նա է, որ մենք իմանանք սպիտակուցները եւ այն մատուցենք մեզ սկզբում հում ոչ ջերմամշակված կանաչեղենի բանջարեղենի հետ զուգորդմամբ եւ եթե դա մենք չենք իմանում, ամեն ինչ մեր աղեստամոքսային համակարգում խանգարվում է։ Շատ կարևոր բան է, որ չի տեղի ունենում մեր աղիքներում նորմալ վերամշակումը։ Մենք զրկված է մեր սննդատեսակները կոշտ բաղադրիչներից, ինչպես ասենք պեկտիններ կամ ասենք լավագույնը, ասենք այդ փոքր մակերես ունեցող կճեպային մասը, թեփը, ծորենի օրինակ թեփը, որը հանվել է դժբախտաբար, եւ ապա խորոչային մարսողությունը խանգարվում է եւ ասենք կերածը կպչում աղիքների պատերից առաջանում լուծ կամ փորկապություն եւ մի մեծ ողբերգություն է։ Եւ այդտեղից ծագում է բոլոր Հայաստանում վխտացող բոլոր հիվանդությունները եւ այստեղ առողջապահության համակարգը արդեն դժվարում է ինչպես ելք գտնել, երբ որ արդեն գլխավորը հայտնաբերված չէ։ Մենք սնման բարեկրթությունը Հայաստանում եւ իհարկե շատ ուրիշ երկրներում գրեթե բացակայում է։ Մինչ կշարունակենք զրույցը, ես առաջարկում եմ հրավիրել մեր հաջորդ հյուրին, Սեդրակ Մամուլյան, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ, Արարատ հոլի ավագ խոհարար։ Պարոն Մամուլյան, տոնական օրերի մասին ենք խոսում, գերհագեցած սննդակարգի մասին ենք այսօր խոսելու, ինչու՞ չէ թունավորումներ, բացթողումներ, որ լինում է, ուզում ենք այս նոր տարին առողջ եւ առանց թունավորումների դիմավորել։ Նախ ես ուղղակի ոչ միայն տոնակատարությունների ժամանակ, այլ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս եւ մենք մեր կազմակերպությունը գիտեք հենց գործունեության հենց կիզակետը իր թիրախը հենց դա է, որ մենք միշտ սնվենք սննդակարգով, ըստ սննդակարգի։ Բառը ասված է կարգով պիտի սնվել եւ դա փառք Աստծո, որ կա այդպիսի ավանդույթներ։ Իսկ հատկապես ամանորյա ուտեստների մասին եթե խոսենք, մենք պիտի անպայման նորից գնանք դեպի ազգային ավանդույթներ եւ տեսնենք, որ ամանորյա ծիսական ուտեստներով հարուստ է մեր խոհանոցը։ Այստեղ մենք եւ պարոն Սարգսյանի նշած կեղևով ցորենից ուտեստներ, որ ավանդաբար եղել են եւ Տիկին Բակունցի մտահոգությունները շատ ու քիչ այստեղ ամբողջը ներառված են։ Ես կարող եմ մի քանի ուտեստներ գոնե նշել, թե ամանորյա սեղաններին ինչպիսի ուտեստներ պիտի լինեն։ Ցավոք սրտի մենք գիտենք, որ ամբողջ մեր պատմության ընթացքում 3 անգամ գոնե 3 անգամ փոխվել է ամանորը նշելու օրը։ Բնականաբար սննդի համակարգն էլ մի քիչ փոփոխությունների ենթադրում է եւ այդպես պիտի լիներ։ Սկզբից մարտի 21-ն է նշվել մեր իրականության մեջ որպես ամանոր, այնտեղ արդեն այլ գարուն մարտի 21 այլ համակարգ պիտի բնականաբար գործեր, հետո օգոստոսի 11 եւ հունվարի 1։ Ես ուղղակի մի քանի խոսքով նաեւ հուշեմ, որ ոչ միայն տոնակատարությունների ժամանակ, այլ ընդհանրապես մեր ազգային խոհանոցը ուղղակի կախված է մեր պաշար անելու մշակույթից։ Ուղղակի մեր մառանից է կախված։ Եվ այստեղ ուղղակի քննարկման մի թեթև մաս, եթե կարողանանք նաև քննարկումների ներառել պահածո ասված բառի իմաստը, հասկանանք, թե ինչ ուտեստներով կարելի է զարդարել սեղան։ Ընդհանրապես պահածո հենց ասում ենք, հասկանում ենք անպայման այդ ապակյա տարայի մեջ եւ փակված եւ բան։ Այնինչ եթե ինչ որ ամառվա ընթացքում փորձում ենք անել այն մեջ, եթե խորանում ենք մեր պատմության մեջ, տեսնում ենք, որ պարտադիր չի, որ պահածոն անպայման ապակյա տարայի մեջ փակված լինի։ Դա մեր մառանի պարունակությունն ընդհանրապես։ Չորացված, չգիտեմ, մշակված տարբեր եղանակներով Թերևս հիմա թոնավորումներից հետո փոքր-ինչ վերադարձել ենք այդ մտածելակերպին, փորձում ենք այդ տարբերակով պահածոյացնել։ Եթե տոնը նշելիս մենք հասկանանք, թե ինչն են կարևորում, նորաձևությունը, առատ երևալու մոլուցքը, մեր առողջությունը, թե ընդհանրապես տոնակատարությունն որպես տոնակատարություն, կարող ենք արդեն հասկանալ, թե ինչպես դիմավորենք։ Ամանորը մեր ազգային տոների մեջ ամենասիրված տոնն է եւ առաջինը հենց ուտեստի մասին չէ, որ պիտի մտածենք։ Առաջինը պիտի
մեր տունը մաքրենք, ձերբազատվենք հնությունից, որպեսզի դիմավորենք նոր տարին, նոր վիճակի մեջ։ Իհարկե կլսենք ձեզ, հիմա հրավիրենք մեր հաջորդ հյուրին Ամալիա Մովսեսյան, Multigrant հյուրանոցային համալիրի գլխավոր խոհարար, խնդրեմ։ Տիկին Ամալիա, ես առաջարկում խոսել մի թեմայի մասին, որ ընկերներիցս մեկը կոչել է բդային շիզոֆրենիա։ Այլ օգտագործում են, ես կարծեմ, թե շաբաթներով։ Ինչպես կարելի է գոնե 2-3 օր հետո դա օգտագործել, որպեսզի վնաս մեզ չլինի։ Դրա համար ես կառաջարկեի, որպեսզի ոչ թե 10 կիլոանոց, ինչպես ընդունված է, 10-ից պակաս պետք է չլինի այդ բուդը, թե չէ ամոթ է, եթե սեղանի վրա։ Այդ մեծության առումով մրցակցություն է գնում, որպեսզի գնան հարևանի տուն տեսնեն ինչպեսին է իրենց դրած բուդը 10 կիլո, 12 կիլո, դա շատ սխալ է։ Նախ ես ասեի խոհարարական տեսակետից, որ դա շատ երկար ջերմամշակման կարիք ունի, որպեսզի այդ հարցերի դեմ չկանգնենք, պետք է վերցնել ավելի փոքր քաշով, որը կարելի է վերցնել 10-ի տեղը 2 հատ կամ 3 հատ փոքրիկ։ Եթե դա կվերջանա, ուղղակի մեր տնային տնտեսները զլանում են, այդ օրերին այնքան են հոգնում, որ այլևս չեն ուզում երկրորդ, երրորդ անգամ նույնը պատրաստել։ Դրա համար որոշում են մի անգամից մի հատ մեծը պատրաստենք, դա ամբողջ մինչև 5 նոր տարի մեզ բավական է, այդ սկզբունքն է նրանց մոտ, բայց դա շատ սխալ է, ավելի լավ է 3 անգամ պատրաստել թարմը, քանց մի անգամ հնեցված արդեն այդ բուդը, որը ասեմ բոլորի մոտ ընդունված է սեղանի վրա, չգիտեք ինչու ունենալ, որպես օրենք, մարդիկ նույնիսկ որ հյուր են գնում, չեն էլ ուզում արդեն փորձել այդ բուդը։ Տանտիրուին խնդրում իմը շատ համեղ է, մի կտոր փորձի, բայց ստացվում է նույնը, որ բոլորին էլ համարյա թե նույն համին է, եւ մարդիկ արդեն կարելի ասել կուշտ են այդ բդի մսից։ Ես առաջարկում այ խոսենք մենք հենց այս մասին, հա, իհարկե խոսենք թե եթե այնուամենայնիվ մնացել է ինչպես է պետք օգտագործել, բայց ավանդական եւս մեկ քայլ է, եթե բոլորը համատարած ձգտում են նոր տարվան անպայման բուդ ունենալ սեղանին, ավանդական ինչ որ արմատներ ունի արդյոք սա իր մեջ եւ կարելի է արդյոք փոխարինել չկորցնելով ավանդական սեղանը։ Ջան, եթե մի որևէ բան մի քանի տարի կրկնում ես, դա արդեն ավանդույթ է դառնում, բայց դրա մեջ ազգային փնտրելը ուղղակի դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Բնականաբար ազգայինի մեջ գոյություն չունի այդպիսի ամանորյա չկա, բայց ամբողջական մսեղիկներ կան ամիջի տեսքով, հնդկահավ լցոնված, գար, ուլ, փոքրիկ լցոնված, դա ամիջ է կոչում, նույնիսկ ղափամա որ մենք ասում ենք, անվանում ենք, դա նորից ամիջ է, այսինքն լցոնված է։ Բայց ես ինչպես խոստացա, ուզում եմ մի քանի ուղղակի ծիսական ուտեստների մասին խոսել։ Խնդրեմ։ Մենք այն երջանիկ ազգերից ենք, որ պահպանվել է մեզ մոտ ծիսական ուտեստների համակարգը։ Ինչու են պատրաստել քաշիկան։ Դա այն ուտեստն է, որը ուղղակի հարիսայի տարատեսակ է։ Բացառությամբ, այսինքն տարբերվում է նրան հարիսայից, ուղղակի նրա պատրաստման տեխնոլոգիայով։ Չի հարվում, չի խառնվում։ Եվ ինչու չի խառնվում, որ գալիք տարին խառնակ չլինի, որ պատերազմ չլինեն։ Փոքր խմորեղենի ուտեստներ են, կենդանակերպ, մարդակերպ, գործիքների տեսքով նման, նույնիսկ անասունների այս կամ այն կրծքի տեսքով կրծքերի դնում էին եւ ջերոցում թխում էին, օրինակ եթե ունեին հարսիկ եւ հարսի կերպարով դրեցին ջերոցը ուրչեց, ուրեմն բալիկ է ծնվելու կամ անասուն կամ քսագի տեսքով ուրչեց, գումար է շատ լինելու։ Պատրաստում էին մենք բոլորիս մեզ քաջացանոտ տարեհացը, որի մեջ որ դնում էին միջինք, որ ընկնում է հաջողակետին։ Սեղանին անպայման պիտի դրված լիներ, հիմա բոլորը կհիշեն կամ բոլորը կպատկերացնեն, տնական այդ չրերից պատրաստված կամպոտները, որ անուշապուրների տարատեսակներ են։ Անուշապուր, գալիք տարին անուշ լինի։ Գալիք տարին անուշ լինի։ Եթե գոնե մենք որոշ մասը, այսինքն գոնե այս իմ թվարկած մի քանի ուտեստները դնենք սեղանին, կիմաստավորենք նաև տոնը։ Իմաստավորենք նաև տոնը, ոչ թե ուղակի կաշխատենք հագեցնել, նույն չասեմ հագեցնել, այլ ուղակի լցնել ստամոքսը, այլ ուտելու միջոցով նաև ինչ-որ ծիսական մի բան կանեինք, մի աղոտ կամ մի ցանկություն արարիչ, ինչպես որ վարվել են մեր նախնիկները։ Տոներին համ շատ պատրաստում ենք, համ էլ չգիտես ինչի ուզում ենք անպայման շատ ուտել։
բայց այդ շատ սխալ մոտեցում է եւ պակաս կարեւոր չի ուշադիր լինել ինչ չափի եք ուտում, ինչի հետ ենք ուտում։ Այստեղ պետք է իրոք մեջ բերենք, որ մենք ավանդական քայլ ենք անում, հա, անընդհատ տոնական օրերին այցելում ենք հարազատներին, բարեկամներին, ում որ գուցե տարին մեկ անգամ ենք տեսնում, բայց այնուամենայնիվ այցելությունները կազմակերպվում են։ Եվ այստեղ տանտիրուհին իրեն լավ զգալու համար պետք է անպայման ստիպի, որ գոնե մի բան համտեսի եւ այսպես գոնե այդ օրերի 2-3 օրվա տանջանքը, հա, կզգա, որ արժեր։ Իհարկե, բայց այդ դեպքում պետք է հաշվի առնել, որ եկողն էլ սոված չի եկել եւ դեռելի մի քանի տեղ պետք է գնա եւ նույն աղցանը կարելի է պատրաստել ավելի թեթև ձևով։ Ես համամիտ եմ մեր գոլեգայի ասացին, որ պետք է պատրաստել ավելի շատ բուսական եւ կոշտ այդ չմարսվող նյութերից, որպեսզի թեթևացնենք մնացածը, որտեվ ավանդաբար խոզի բութ կլինի, թե հնդկահավ կլինի, դրանք բոլորը ծանր ուտեստ են, յուղոտ, աղով լիքը եւ սպիտակուցային, որը դժվար է մարսել։ Իհարկե, դրան պետք է գումարել, որ քաղցրեղենն շատ ենք ուտում, չրեղենը քաղցրեն, եթե ավելորդ շաքար չի ավելացված, դա դեռ ոչինչ, բայց թխվածքները հատկապես կրեմային հրուշակեղեն ենք շատ սիրում ուտել, պատրաստել գոնե դնել, իսկ կրեմային հրուշակեղենը իր մեջի այդ կրեմը նույն խնդիրներն է առաջ կարող է ռիսկ պարունակել, ինչպես սալատի մայոնեզը կամ թթվասերը, այստեղ էլ պետք է ուշադիր լինել եւ ես շատ թվարկվածների մեջ, օրինակ մեր ավանդական ուտեստի մեջ ոչ մի հատ կրեմային հրուշակեղեն չկա։ Այն թխվածքները, որի մասին խոսեցինք, դրանք 4 թխվածքներ են, որոնք չունեն այդ վնասվելու։ Անպայման պետք է հաշվի առնել, որ շատ ուտելը ցանկացած ամենաառողջ ուտելիքը, եթե չափից շատ ուտենք, մենք անպայման վատ կզգանք, դա պարզ բան է, ուղղակի մենք միշտ այդ օրերին մոռանում ենք կամ խաղաղավարությունից դրդված մեկ ստիպված ենք լինում յուղոտ, այդ ծանր ուտեստները, պետք է հնարավորինս քիչ օգտագործել, մանավանդ որ էլի կրկնեմ յուղը եւ դրանք երկար արհեստամոքսային տրակտի եւ նրա ճիշտ աշխատելու մասին խոսք գնաց, պարոն Սարգսյանի խոսքում ես լսեցի եւ հավանեցի, բայց այստեղ նորից մենք ունենք ավանդույթ, նորից ունենք մենք ազգային վարվելաձև։ Ամեն անգամ սնվելուց առաջ 15 րոպե առաջ թան էին խմել մեր նախնիկ կամ գոնե ջուր։ Ներսի միկրոֆլորա նախապատրաստելու համար հիմնական ուտեստը։ Բացի դրանից արդեն աստիճանը քաղցածության ճիշտ որոշելու համար։ Այդ եւս ճիշտ խորհուրդ որ պետք է ուղղորդել։ Խմելու մասին խոսեցինք, ուզում եմ անպայման ալկոհոլային խմիչքներին էլ անդրադառնալ, որովհետեւ մենք ինչի մասին որ խոսեցինք, ոչ մեկս չնշեցինք թերևս, թե ինչ պիտի խմենք, իսկ մենք գիտենք որ խմում են անպայման տոնում ենք ուրիշ բանա մի բաժակ գինի, եւ անպայման չարաշահում են, այստեղ չարաշահումների մասին է պետք խոսել։ Ես պետք է ասեմ, որ երևակայեք, որ վերջի տարիների նոր տարվա տոների հետ կապված բոլոր դեպքերը ավելի շատ ալկոհոլի չարաշահման հետ են, դա բնորոշ չի, բայց պահի տակ երևի տոների կապակցությամբ այդտեղ էլ չափը շատ կարևոր է, նախ չափի մեջ անպայման թեթև խմել, քիչ խմել, երկրորդը անպայման միայն պատրաստի, միայն ուրեմն ապահով խմիչքեղեն, հա, խանութից առած իր ամեն ինչով պատրաստ եւ ընդհանրապես լավ տրամադրության համար շատ խմելը օգուտ չի։ Եվ ասեմ, որ շատ հաճախ պնդում են, որ երկրորդ-երրորդ բաժակից հետո արդեն չեն կարողանում հասկանալ շատն ու քիչը, այստեղ էլ պետք է մեծ բերել։ Պարոն Սարգսյան, ձեզ լսենք։ Օգտվելով այս լավ առիթից, որ շուտով մեր ժողովուրդը կտոնի այդ տոնը, ես գործնական մի քանի բան կուզենայի համենայն դեպս նշել, այստեղ լսեցի, նաև շատ հետաքրքիր է, զգուշակցությունը գնում, որ նախ սեղանին պետք է պատրաստենք աղցաններ, պատրաստենք։ Մեր աղցանների մեջ սկզբունքորեն չի դրվում աղ եւ քացախ։ Կարևորը կամ կիտրոն, նա պատրաստվում է եւ համեմունքներ ունի պատրաստ։ Կարելի է մի փոքր ձետ կամ ասենք թթվասեր ավելացնել եւ այլն։ Իսկ այստեղ մի բան հնչեց, ես կուզենայի մի փոքրիկ շեղում է դա, ասենք որ խոսքը գնում է որ չի կարելի երկար մսեղենը պահել, ասենք փոքր բուդերով, դա կատարելապես այդպես է, բայց երբ որ խոսքը գնում է, ասենք մենք պասուս տոլմա ենք պատրաստում, մեր մոտ այդ պասուս տոլման չի խառնվում ոսպը, սիսերը, ձավարը կամ բրինձը, այլ պատրաստվում է երկու մեկ հարաբերության բրինձ, աճար կամ ձավար եւ այդ ասենք բանով խաղողի թուփով, հա, եւ այն օգտագործվում է մոտ 2 շաբաթ,
որքան հնանում է, թթվում է եւ նույնիսկ հաճելի չի, այնքան խիստ օգտակար է մեր աղեկների մարսողության։ Ես հայտարարություն եմ, սա կարևորագույն բան եմ ասում եւ ես նույնիսկ փորձերը բազմաթիվ անգամ դրել եմ, որպեսզի նման հայտարարություն ես ինձ թույլ չտամ ասելու, եթե թթվում է, մի փոքր փչանում է, այն խիստ օգտակար է, որտեղ մեր աղիքային համակարգը միկրոֆլորան ունի թթվային ռեակցիա, իդեպ ձավարեղենը մի փոքր թթվում է, բայց ոչ մի դեպքում լոբազգինները, ոչ մի դեպքում մսեղենը, ձկնեղենը, եթե միսը մնաց մի փոքր փոփոխվեց նրա հոտը կամ լոբին, այն պետք է թափել, պետք է դա իմանալ, մյուսը ասենք բազմաթիվ վինեգրետներ, ոչ մի անգամ մեր սեղաններին չի դրվում բոված որևէ ընկուզեղեն կորիզներ, գինին հրաշալի եւ թունավորում չի լինի, եթե գինին ընդունված է օգտագործել սառցա ջրով։ Այդ դեպքում կերածները թունավորում չեն առաջանում։ Զարմանալի բան է, նույնիսկ մեր մեծ նժդեհն է ասել, լավ գինին խմում են սառցա ջրով։ Ընդհանրապես, եթե մենք խորհուրդ ենք տալի եւ տոնի ենք մոտենում, մեր կարծիքն է, մեր կազմակերպության, որ ընդհանրապես բացառենք թե կատնային, թե ձվային հավելումները աղցանների մեջ։ Դրա հնարավորությունը մենք ունենք, մեր բնությունը դրա հնարավորությունը տալիս է 300 եւ ավելի ուտելի վայրի բույսեր, իսկ աղցան ընդհանրապես հենց նախկինում ավանդաբար հայերը հենց այդ վայրի ուտելի բույսերից են պատրաստել, աղցանելով, ես այստեղ չեմ համաձայնվում պարոն Սարգսյանի հետ, բառը ինձ հուշում է աղցանված եւ ճաշակված, ավելուկով աղցանված, եւ այստեղ ընդհանրապես աղային այդ քարոզությունը, որ գալիս է արևմուտքից, ես չգիտեմ ինչ նպատակ է հետապնդում, աղը պարզապես համեմունք է։ Եվ այստեղ սպիտակ, կապուտ, կանաչ, մահ, չգիտեմ ինչ, աղը ուղղակի համեմունք է, որը պարզեցնում է այն մթերքների համը, սննդակարգում աղցանը ինչ է ծառայում որպես ախորժակ բացող, այսինքն նրա ճաշակելուց հետո մենք քաղց զգանք, դե հիմա մայոնեզ ավելացրեք, ավանդական կարտոֆիլ, այդ մայրաքաղաքային կոչված, չեմ ուզում վատ բան ասեմ, աղցանը ճաշակելիս մենք պիտի զգանք քաղց, եւ օրգանիզմը պիտի նախապատրաստվի հիմնական սնունդը ընդունելու համար։ Այ թերևս պետք է ուղղորդվել, խնդրեմ։ Հրաշալի է, շատ լավ։ Դեպքում աղցանը ոչ միայն ախորժակ բացող, այլ աղցանը պետք է սկզբից օգտագործել, որովհետև օրգանիզմը պետք է տալ առաջինը ոչ ջերմամշակված, դա մեծ թեմա է, դա այսօր ես հնարավորություն չունեմ այդ թեման բացահայտելու, բայց դա ճակատագրորեն կարևոր է եփածից չսկսել ուտելիքը, իսկ այն, որ պետք է չխառնել, ասենք, կաթնամթերքները աղցաններին, հրաշալի է, դա նույնպես ես կատեգորիկ համաձայն եմ, իսկ այն, որ աղցանները դա աղցան կամ ռուսերեն սալատ, սոլ էլի անում ենք, պարզվում է, որ բոլոր բանջարեղենի կոչված կանաչեղենների մեջ այնքան աղ կա, ինչքան ինքը իրեն բավարարում է։ Ընդհանրապես այն մթերքներին, որը որ բնորոշի մեր ազգային, մեր տարածաշրջանի, մեր բնակլիմական պայմաններին, որովհետև մեր օրգանիզմը ադապտացած է այն ամենին, ինչ մեր շուրջը կա։ Եվ այստեղ նորարարություններ, հենց նորարարությունը կամաց գալիս է մայոնեզի տեսքով, ծովի աղի տեսքով, որ մենք ինքներս չենք կարող վերահսկել, դա ծովում պատրաստեցին, թե մի հատ վաննայի մեջ ինչ որ մի բան համեմելով պատրաստեցին։ Մենք ունենք աղի հանքեր շատ օգտակար եւ մեր կլիման անպայման պարտադրում է, որ մենք աղի որոշակի քանակը մեր օրգանիզմում պահենք, որովհետեւ մենք աղ ենք արտազատում ամռանը։ Դա կլիմայի պահանջն է։ Այստեղ հիմա դրան պիտակավորը թե գունավոր բանը մահ է թե ինչ է, ես չեմ ընդունում։ Իսկ այն ինչ որ ասում ենք նախուտեստ է, դա նախուտեստ է։ Իսկ այն ինչ որ ասում ենք, որ ժամանակ չունենք, բան, մենք դրա մասին մտածել ենք եւ մեր կազմակերպությունը համագործակցելով GIZ կազմակերպության հետ մի գիրք է հրատարակել Մարգագետնային խոհանոց, որ համաշխարհային խոհանոցային ասպարեզում ընդհանրապես նորություն է, ուտեստներ 120 տեսակի, որոնց 60-ից 70%-ը ուղղակի վայրի ուտելի բույսերից է պատրաստված։ Համապատասխան մշակման։ Ես այս պահին առաջարկում եմ դիտել Սյուժան, լսում ենք ազգագրագետի խոսքը եւ փորձում հասկանալ, թե տոնական այդ օրերին ինչին էլ ավելի պետք է առավելություն տալ։ Նոր տարին հայոց մեջ տարբեր ժամանակներում տարբեր եղանակի է նշվել։ Նավասարդը նշվել է ամռանը օգոստոսի 11-ին, սա այն օրն է, երբ Նոյը իջավ տապանից, սա այն օրն է, երբ Հայկը հաղթեց Բելին։ Եվ կոչվել է հնում նոր պտուղների տոն, այսինքն այդ օրը հենց պտուղների համտես են արել։ Դրանից հետո եւ գուցե նաեւ շատ ավելի վաղ ժամանակներում գարնան սկզբներին է նշվել կամ գարնանային արևադարձի օրը։
որովհետև տնտեսական տարին եւ ընդհանրապես կյանքի սկիզբը համադրել են բնության զարթոնքի հետ։ Եղել է ժամանակ, որ աշնան վերջերին է նշվել բերքահավաքի օրերին եւ էլի կոչվել է Նավասարդ եւ մի փոքրիկ ժողովրդական զրույց կա, որ Նավասարդ անունով հովիվը սարում իր ոչխարներին արածացնելիս լսում է գյուղի խնջույքի ձայնը եւ ուզենալով մասնակցել թողնում է եւ ինքն էլ է գալիս Նավասարդյան տոնակատարությանը մասնակցելուն։ Հունվարի 1-ից Նավասարդ ամանոր նոր տարին սկսել են շատ ավելի ուշ ժամանակներում։ Տոնը տարբեր գավառներում տարբեր կերպ է կոչվում։ Արևմտյան հայերի միջավայրում կոչվում է կաղանդ, կաղանդ չեք, սա հունարեն կալանդոս բառն է, որ նշանակում է տարեմուտ, տարեգլուխ։ Իսկ արևելահայերի մոտ եւ ընդհանրապես նոր տարի ամանոր Նավասարդ, կալոնտար, լոլեի օր, տարբեր անուններ է ունեցել։ Տոնը անպայման ուղեկցվել է սեղանը ճոխ զարդարելով, բայց ասեմ, որ քրիստոնյա ժամանակներում սեղանը եղել է պասի սեղան, պահքի սեղան, որովհետև պահքի շրջանի մեջ է մտնում։ Մենք հիմա է, որ սեղանին դնում ենք նաև բազմատեսակ մսեղեն, որը եթե եկեղեցու օրենքներով առաջնորդվենք, ճիշտ չի։ Տոնի տոնապետը, այսպես կոչված, եղել է Ձմեռ պապը։ Ձմեռ պապ ասածը ռուսական միջավայրից ենք վերցրել, բայց հնում ունեցել ենք Պարթև պապ, իսկ արևմտահայերի միջավայրում Կաղանդ պապա, որոնք տոնի հենց գլխավորն են եղել եւ տոնը դա սովորաբար եղել է տան մեծը։ Շնորհակալություն։ Տիկին Ամալիա, ես առաջարկում եմ լսել ձեզ, որից հետո կհրավիրենք մեր հաջորդ հյուրին։ Ես կառաջարկեի, օրինակ բոլորը գիտենք, որ ծաղկակաղամբը կարելի է տապակել, թթու դնել, բայց ես ինքս պատրաստում եմ թարմ ծաղկակաղամբով աղցան, որը շատ ջուրամարս է եւ շատ օգտակար օրգանիզմի համար։ Նույնը մեր Սարգսյանը համամիտ է։ Այո, նույնը սպանախը հում վիճակում, սպանախի այդ մատղաշ տերևներով կարելի է պատրաստել ձիթայուղով եւ քացախով աղցան, որը շատ նույնպես օգտակար է հակառակը եփվածի։ Վերջո Տիկին Ամալիա, եկեք խորհուրդ տանք մեր հեռուստադիտողներին, կանանց, ովքեր մեզ դիտում են, տղամարդկանց, ովքեր փորձում են այդ օրերին սննդամթերքը հարստացնել մսեղենով, ասել, որ աղցանների տեսակետից պետք չէ այսպես մրցակցության մեջ մտնել, պարտադիր չէ անդադ միս օգտագործել, որովհետեւ տեսնում ենք, որ այն ճաշատեսակները, որ լինում են սեղանին, արդեն իսկ հարուստ են։ Ամեն ինչի ճաշակ է, օգտագործել ամեն ինչ, բայց ճիշտ տարբերակով։ Ձեզ շնորհակալություն եմ հայտնում մեր հրավերն ընդունելու համար, այս պահին ուզում եմ հրավիրել մեր հաջորդ հյուրին, Նոնա Մարտիրոսյան, Քանաքերզեյթուն բժշկական կենտրոնի բժիշկ, էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, խնդրեմ։ Նոնա, ես առաջարկում եմ խոսել այս օրերի մասին։ Խոսում ենք սննդակարգի մասին, տեսնում ենք մի շարք բացահայտումներ լսեցինք եւ պետք է ուղղորդել տոնական օրերը մոտենում են, խորհուրդներ, որ կօգնեն մեզ։ Արդեն իսկ բազմիցս խոսվեց, շեշտադրումներ արվեց բոլոր կարևորագույն կետերի վրա։ Ընդհանրապես նշեմ, որ ճիշտ ռացիոնալ սննդակարգը երկու բաղադրիչ ունի։ Առաջինը բալանսավորվածությունը, այսինքն կոնկրետ ինչ պետք է ուտի մարդը, եւ ռեժիմը, այսինքն սննդակարգը։ Եւ ես այս երկու բաղադրիչների ճիշտ համադրությունը հնարավորություն է տալիս մեզ ընդհանրապես եւ հատկապես ամանորյա օրերին խուսափել սննդային զանազան խանգարումների եւ թունավորումների զարգացումից։ Խնդիրը այստեղ յուղոտ սննդամթերքի չարաշահումը, ալկոհոլի հետ համատեղ հատկապես։ Դա որպես էնդոկրինոլոգ նշեմ հատկապես վտանգավոր է շաքարային դիաբետով հիվանդների համար, որը կարող է բերել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներին, կետոացիդոտիկ վիճակներին, ընդհանուր մինչև կոմաների առաջացման։ Խորհուրդ չի տրվում նաև յուղոտ սննդամթերքները խառնել քաղցրավենիքների հետ եւ այստեղ նշվեց ինչպիսի քաղցրավենիքներ կրեմայինները բացառել հիմնականում ինչպիսի քաղցրավենիք կիրառել դրանք ցանկալի առանձնացված անկախ հիմնական սննդից օգտագործվի։ Ես այստեղ մի հարց եմ ուզում տալ, շատ եմ լսել, որ երբ օգտագործում են ալկոհոլը եւ միաժամանակ նաեւ սունկ, այստեղ թունավորման վտանգը շատ ավելի շատ է։
Գուցե պետք է ուղղորդել այս Ընդհանրապես դրանք կարող են իրարից անջատել նույնիսկ լինել։ Այստեղ սունկը ինքնին շատ կարևոր է, որպեսզի կոնկրետ ոչ թե ուղղակի հավաքված սունկը օգտագործվի, այլ ճիշտ կերպով պահածոյացված սնկի օգտագործման պարագայում կարող են չլինել սնկային թունավորումներ։ Հենց այստեղ պետք է նշել, վստահ եմ դուք էլ լսած կլինեք, որ հաճախ ասում են ուղի եմ խմել, արդեն այսպես ստերիլիզացվեց, հա, ամեն ինչ նորմալ է, չեմ թունավորվի։ Այնքան էլ այդպես չի, նախ անպայման ուզում եմ ասել սունկի մասին, թերևս մինչև այսօր Հայաստանում ինչքան որ սունկի թունավորում գրանցվել է ինքնուրույն հավաքած սունկից, որովհետև մարդիկ հավաքում են, իրենց թվում է, որ իրանք լավ ճանաչում են սունկը, բայց մենք գիտենք թունավոր սունկը իսկականին շատ նման է եւ մեկ սունկ կարող է սխալվել եւ ամբողջ ընտանիքի կյանքը բանանել։ Այսինքն այստեղ իրենք կարող են գնել այդ հավաքած սունկը։ Կարող են գնել հավաքած սունկը, բայց նոր տարուն սովորաբար այդքան էլ սունկ չի լինում։ Ինչ վերաբերվում է օղի խմելու, օղին ինչ է, իր մեջ պարունակում է սպիրտ, որոշ չափով սպիրտը իրոք ինչ որ պաթոգենների վրա կարող է ազդել, բայց նախ ինքը կարող դա քիչ է, որպեսզի ինքը բոլորի վրա ազդի, եւ դուք կարող ընդունած լինեք շատ ավելի, եւ երկրորդ, երբ որ դուք օղի եք խմում կամ ինչ որ մեկը խմում է, չէ՞ որ ինքը ուրիշ բան է լաուտում, դա լուծվում է, կոնցենտրացիան պակասում է, հետո ինքը միանգամից կապվում է, սկսում է վերափոխվել օրգանիզմի կողմից եւ բոլորովին էլ դա բան չի, հա, չի կարող ապահովել որևէ մեկին որևէ թունավորումից, այնպես որ դա շատ թյուր կարծիք է։ Ժամանակն արդեն քիչ է մնացել, ձեզ էլ լսենք։ Մի խորհուրդ ասենք մենք թխում ենք նաև գաթա եւ այլ թխվածներ ենք պատրաստում մեր տանը խուսափել ընդհանրապես սխալներից նոր տարուն դա անհնար բան է այսպես թե դուք հասկանում եք դա բայց գաթան մենք երկու տեսակ ենք մեկը որ հյուրերը կարող մեր թխածը դուրս չգա իսկ մեր թխած գաթայի 50% ալուրի եւ 50% թեփի խառնուրդ է իր խորիզը ամբողջությամբ թեփ է յուղով կամ ձեթով եւ ահա վրան գսվում է ձվի դեղնուց իսկ սպիտակուցները որպես կանոն այս շատ կարևոր հայտարարություն եմ անում թափում ենք երկար տարիներ ձվի սպիտակուցը ամբողջությամբ նեխում է տարբերություն իհարկե հասկացանք ես այս պահին առաջարկում եմ առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ժամանակակից գիտության մոտեցումները ամենակարևորը չափը չմոռանանք ամեն ինչ էլ պետք է օգտագործել չափի մեջ եւ ինչպես ասեց բժշկուհին բալանսով այսինքն սպիտակուցը պետք է ուտել յուղն էլ պետք է ուտել ածխաջրատներն էլ թարմն էլ Հարցը քանակի եւ չափի մեջ է ամենակիչը սպիտակուցն է, հետո մի քիչ ավելի շատ յուղը, հետո աչխաջրատները եւ շատ միրգ եւ բանջարեղեն։ Այդ չափը չպետք է վերջացնենք։ Ես չեմ ուզում, որ մարդկանց մոտ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ ձվի սպիտակուցը թույն է։ Հակառակը դա արտակարգ սննդանար եւ օգտարար բան է։ Առողջությամբ իհարկե դեղնուցը ձվի դեղնուցը իհարկե սննդարար է, բայց ոչ շատ նրա մեջ էլ խոլեստերին կա։ Ամեն ինչը չափի մեջ է կարևոր։ Նույնը աղին է վերաբերվում։ Բազմաթիվ գիտական հետազոտություններ ապացուցել են, որ շատ աղը բերում է ճնշման բարձրացման եւ սրտի խնդիրների։ Աղը չափ ունի, չափը պետք չէ անցնել։ Մեր երկրում դա պետք է հաշվի առնել, պետք է օգտագործենք յոդացված աղը, որովհետև իսկապես մենք ծովերից պարփակված տեղ ենք ապրում եւ եթե յոդացված աղ չօգտագործենք, անպայման չի ծովի կարևորը նորմալ յոդատը եւ քիչ, շատ քիչ, այնքան որ մի փոքր համը տեղը լինի։ Որպեսզի խուսափեն նաև քաշի ավելացումից, ցանկալի է միշտ լինում է։ Իհարկե դա միշտ լինում է։ Ցանկալի է հիմնական սնունդը ընդունելուց առաջ օգտագործել թարմ բանջարեղեններ, միրգը նույնպես ուտելուց առաջ եւ ոչ թե հետո, որպեսզի դրանով կարողանան կանխել մեծ քանակով սննդի օգտագործումը։ Դա բավական լավ օգնում է փոքր չափաբաժնով սնունդ օգտագործել։ Պարոն Սարգսյան, ձեզ լսենք։ Բոլոր դեպքերում այո ոչ միայն սննդի չափը որ այդքան կարևորություն ենք տալիս մենք այլ այն որ եթե մենք համատեղելությունը գիտենք ձեզ էլի հայտարարություն է որ քաղցը վերանում է մնում է ախորժակը ձեզ լսենք ես ուզում եմ մեր ժողովրդին մեր ազգին նախ շնորհավորել գալիք ամանորի կապակցությամբ Ուզում եմ, որ մենք լինենք միշտ միասին ու հզոր, երբ որ մենք միասին ենք միշտ հզոր ենք եւ հաղթական, եւ այստեղ գիտական, ոչ գիտական, չգիտեմ ինչ, ուղղակի մենք պիտի օգտագործենք ազգային ավանդական ուտեստներ։ Վերջ, ինչպես ասում էր մեր մեծ հայդուկապետը, մեր մեծ զորավարը, սա Հայաստանն է վերջ։ Եվ այստեղ տարբեր այդպես դրսից
դրսից բերված լսված տարբեր դիետաներ, տարբեր հատկապես քաշը իջեցնելու համար ես խորհուրդ եմ տալիս մանավանդ այն մարդկանց որ դուք ճանաչում եք շատ արագ քաշ են իջեցնում, միայն այդ քաշ իջած ժամանակ մի նայեք, մի քանի ամիս հետևեք, հետո նրա առողջական վիճակը թե ինչպես պիտի լինի։ Եվ ընդհանրապես լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Շնորհակալություն շատ։ Ձեզ լսենք։ Ես էլ եմ ուզում կոչ անել, նախ ուզում եմ իմ կողմից էլ շնորհավորել բոլորի գալիք տոները, ուզում եմ, որ այդ տոները լինեն ուրախ, պայծառ, որևէ մի առողջական խնդիրով չստվերվեն, խնդիրներ չունենանք, դրա համար նորից կոչ եմ անում, ես համամիտ եմ սննդակարգի չափի մեջ սնվելու, ճիշտ սնվելու, որպեսզի եւ քաշը պահենք նորմայի մեջ, ոչ թե մի հատ նիհարենք, հետո 10 անգամ չաղանանք, եւ անվտանգ ուշադիր լինենք, ինչ ենք ուտում, լավ ենք եփել, թարմ ենք ուտում, համաչափ ենք ուտում, անպայման մսեղենի կողքը 2 անգամ ավել բանջարեղեն ենք ուտում, լավ պատրաստած, ճիշտ եփած եւ չափը չենք անցնում, ոչ խմելու, ոչ ուտելու։ Այսպես շատ լավ եք։ Ես որ շատ նիհար լինեի, ինչի նման կլինի։ Մի քիչ պիտի Շնորհակալություն, ձեզ շնորհակալություն եմ հայտնում մեր հրավերն ընդունելու համար։ Իրոք կարծում եմ, որ տոնական օրերից առաջ մենք կարողացանք ինչ-որ կերպ կողմնորոշել եւ ուղղություն ցույց տալ մեր հեռուստադիտողներին։ Մաղթում ենք ձեզ ուրախ օրեր եւ գալիք տոները թող հաճելի լինեն թե ձեզ համար, թե ընտանիքի։ Կհանդիպենք իհարկե տոների ընթացքում ցտեսություն։